Լիդիա Մանտաշյանի շահերով կարճ խոսք ունեմ։ Գործընկերս նշեց, որ այս բոլոր դեպքերում, երբ որ անիրավի հետապնդումներ են իրականացվում անմեղ մարդկանց նկատմամբ, կարծես թե դա դառել է ինչ-որ նորմա եւ ասում են դե հա տենց էլ պետք է լիներ խնդիրը, որ նա մի քանի ամիս անազատության մեջ գտնվեց, դե հիմա արդեն ոչ ազատության մեջ է, բայց մենք խորանանք էլ այս ամեն ինչի մեջ, ով է պատասխան տալու, հələ խոսքը չի գնում իրավական պատասխանատվության մասին, ով է պատասխան տալու բարոյապես բոլոր այս մարդկանց անձնական տառապանքների համար։ Ինչ են մտածում են մարդիկ, ովքեր վերցնում են այդ գործը, տեսնում են, որ այս մարդը ակնհայտ անմեղ մարդ է, բայց ասում են ոչինչ, մենք համակարգի մաս ենք, կարելի է մի քիչ այս մարդուն ճնշել։ Ինչ անձնական շարժառիթ կարող է լինել, որ հասկանալի լինի, հա, գերակայի, ասենք, մեկ անձի, արդար անձի ճնշելու, ուրեմն այդ նժարի վրա։ Դա կլինի, չգիտեմ, հերյական պատասխանատվության ենթարկվելու ռիսկ, գույքային օգուտներ կորցնելու ռիսկ, չգիտեմ, ընտանիք ֆինանսապես ապահովելու խնդիր եւ այլն։ Ես ին վրա պատկերացնում եմ, եթե ես կարող եմ այնպես անել, որ ես չկալանավորվեմ, բայց դրա փոխարեն կալանավորեմ մի անմեղ մարդու, այդ իմ գործողությունը որևէ արդարացում չունի։ Եթե խնդիր է դրված, որ կամ ես կամ այդ մարդը չի կարող լինել երբևէ որևէ իրավական բարոյական ստանդարտ, որ այս ընտրություն պետք է կատարեմ, ասեմ պետք է տուժի անմեղ մարդը։ Չի կարող լինել որևէ շահ, չեմ ասում հա ծայրահեղ բանի վիճակում, որ ասենք ասում են, հենց հայտնի խոսքա զենքը դրել են գլխին ստիպել են անի։ Այդ դեպքերի մասին չի խոսքը։ Իմ համար հասկանալի չի, ոնց էր կարելի թույլ տալ, որ Լիդիա Մանտաշյանը առասարակ ենթարկվի քրեական հետապնդման, էլ չեմ ասում ազատության սահմանափակումներ կրի։ Ընդ որում սա առաջին դեպքը չի, երբ որ այդ հետապնդումները իրականություն են եղել։ Նախորդ դեպքերը բնականաբար ավելի մեղմ են եղել, չեն եղել տերորիզմի մեղադրանք։ Բայց Լիդիա Մանտաշյանը քանի անգամ հարկադրաբար տարբեր է ոստիկանության բաժին, ինչի համար որտեղ քաղաքական ակցիա էր կատարում։ Ինչ ա եղել են ոստիկանների հետ, ովքեր իրեն տարել են, արձանագրել են իբրև թե իրավախախտում, իրավախախտման համար որևէ հաջորդի պրոցես չեն իրականացրել, այսինքն հետամուտ չեն եղել, որ ինքը օրինակ տուգանվի վարչական, որտեղ հասկացել են, որ հիմք չկա, բայց իրան 2-3 ժամ իր կյանքից կտրել են։ Այդ իրավապահների վերադասներից ինչ-որ մեկը թեկուզ բանավոր դիտողություն արել է, ենթակային ասել է, ինչ ես քաղաքացուն, ապօրինի ազատազրկել։ Մենակ Լիդիայի մասին չի խոսքը։ Թոփալյան Տիգրանը քանի օր ձերբակալված է եղել, աղվաննել, Էլումին, Գալստյան Տիգրանը զենք պահելու կասկածանքով։ Մի օր ոստիկանները որոշում են, որ ստացել ենք օպերատիվ տվյալներ, որ այս անձինք ունեն զենք։ Ինչ անենք, եկեք բռնենք, ձերբակալենք, 2-3 օր պահենք, բաց թողենք, վարույթներ տենց կարճենք։ Ինչ պատասխան են տվել այն ոստիկանները, ովքեր օպերատիվ տվյալներ են ներկայացրել այս անձանց դեմ, կեղծ օպերատիվ տվյալներ։ Եվ եթե մենք տեսնում ենք, որ այդ փոքր գործերով համակարգը այդպես է աշխատել, մարդկանց հանիրավի մեղադրել են զենք պահելու մեջ, ոչ մի տես բան չի եղել, բաց են թողել։ Բայց կարծես թե այդ զգուշացումները, հա, այդ փոքր հալածանքները արդյունքը չեն տվել իրենց, մարդիկ շարունակել են օրենքով չարգելված իրենց գործունեությունը։ Հետո եկել ենք ասել ենք մի օրվա, որ որոշել ենք, որ չէ, եկեք այս մարդկանց մի քիչ ավելի լուրջ փորձենք ցավեցնել, մի քիչ ավելի խիստ միջամտություն, ազատազրկում, կալանավորում եւ այլն, այլ ոչ ավել, ոչ պակաս ահաբեկչության մեղադրանք դնենք։ Միհրան Մասուդյան ձերբակալում են քաղաքական ակցիայի ընթացքում, առաջի անգամ այդտեղ եմ ծանոթացել Միհրանին, երբ որ գանգուղային վնասվածքով հայտնվել էր հիվանդանոցում ու անհասկանալի վիճակը դեպի դերականնա գնալու դեպի բացասականը։ Ինչի փողոց էր փակել քաղաքական ակցիաներ անում, ծեծելով տարել էին հասցրել էին հիվանդանոց։ Ճանապարհին էլ բանանելով, խլելով
վզի ոսկյա շղթան։ Հենց էլ չիմացանք, որ ոստիկաններ այդ պահը աջակցրել։ Ու այստեղ երկար կարող ենք թվարկել, բայց չեմ ուզում ծանրաբեռնել, որտեղ հատկապես Լիդիայի մասին եմ խոսում։ Յուրաքանչյուրի մասով մի հատ sense օրինակ, երկու օրինակ, երեք օրինակ կարող ենք բերել, ինչպես են անարդար հետապնդումների ենթարկվել։ Մարդկանց այդ թվում նույն Թոփալյան Տիգրանի կամ Գալստյան Տիգրանի ավտոմեքենաները վերցրել են, ամիսներով չեն վերադարձել առանց քրեադատավարական կամ վարչաիրավական որևէ հիմքի։ Ոստիկանություն ասում է, սա քննչականի պատվերն է, քննչականը ասում է ոստիկանությունն է ուղարկել մեզ, չգիտենք հետո ինչ անենք։ Էլի որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնում, թե ինչ իրավական կամ բարոյական հիմքով այս անձինք պետք է կիրառվեն, թեկուզ սահմանափակ, ասենք, գույքային բնույթի հալածանքների։ Այս բոլոր գործողությունները ես հիմա ինչի եմ նկարագրում, որտեղ սրանք բոլորը իրենց ամբողջության մեջ, թե Լիդիային վերաբերող մասով, թե մյուս մեղադրյալների մասով, ցույց են տալիս, որ այս մարդիկ ոչ միայն այս գործով, այլև հետևողականորեն 2 տարիների ընթացքում ենթարկվել են տարատեսակ հալածանքների, զրկանքների, ապօրինի հետապնդումների։ Եվ այդ տվյալները, որ ես ներկայացրեցի, նույնպես հետագայում ներկայացնելու ենք ձեզ որպես ապացույց համապատասխան դատավարական փուլում, բոլոր այն հակաիրավական վարույթները, որոնցով անցել են դատական նիստերի դահլիճում գտնվող անձինք։ Դրանք հիմնավորելու են, որ սկսած 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներից առ այսօր շարունակաբար իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների կողմից, ոստիկանների կողմից, քննիչների կողմից, դատախազների կողմից, դատավորների կողմից, հարկային տեսուչների կողմից, օրինակ, այստեղ էլ հիշեմ Շահնազարյան Հայկին ու Գալստյան Տիգրանի ինչքան են ապօրինաբար միջամտել իրենց գործունեությանը։ Բոլոր ուժային կառույցների կողմից պարբերական եւ որևէ իրավական ու բարոյական հիմք չունեցող միջամտություններ։ Այս ամեն ինչը քննության առարկա ենք դարձնելու ապացույցների հետազոտման համապատասխան փուլում եւ չի լինելու մեկ մարդ այդ թվում դատական նիստերի դահլիճում, որ կասկածա ունենալու, որ այս անձինք կարող են ինչ-որ վատ բան են ուզում անեն։ Չի լինելու մարդ, որ մտածելու է, որ այս անձինք կարող են հանցագործներ լինել, բայց ցավոք սրտի չեմ կարող բացառել, որ կլինեն մարդիկ, ովքեր հասկանալով այդ ամեն ինչը, գիտակցելով հանդերձ, կշարունակեն անձանց նկատմամբ ապօրինի բռնաճնշումները։